Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան սրահում այսուհետ կգործի Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանը։ Նախաձեռնությունը կյանքի կոչվեց մեծանուն հայորդու դուստրերի Շամիր Ավագյան Չիլինգարյանի և Անի Սրմաքեշ Չիլինգարյանի օժանդակությամբ։ Գրադարանում Հովհաննես Չիլինգիրյանի հնատիպ գրքերի հավաքածուն է պատմական ու գրական այս մեծ ժառանգությունից կարող են օգտվել ինչպես ճեմարանի սաներն ու հոգևորականները, այնպես էլ գիտական ոլորտի մասնագետները։ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ գրադարանի բացման արարողությանը ներկա էին մայրաթոռի միաբաններ, Հովհաննես Չիլինգիրյանի ժառանգները, հյուրեր։ Ներկաները խոսեցին Չիլինգիրյանի կյանքի ու գործի, նրա վարակիչ հայրենասիրության ու եկեղեցասիրության մասին։ Ապա շարականի երգեցողության ներքո ներս բերվեցին հայրապետական սրբատար կոնդակն ու շքանշանները։ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց կոնդակը, որը երախտիքի և շնորհակալության խոսք էր ուղղված Տեր և Տիկին Հակոբ և Շամիր Ավագյաններին։ Ապա նորին սրբությունը ամուսիններին շնորհեց մեր եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշան։ Հայոց հայրապետը խոսեց Հովհաննես Չիլինգիրյանի ազգասեր ու նախանձախնդիր ոգու մասին։ Նրա շնորհիվ է 2013 թվականին մայրաթոռում հաստատվել Ռուբեն Սևակ թանգարանը։ Արդեն 12 տարի է այցելուները ծանոթանում են ոչ միայն հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեծանուն հայորդու Ռուբեն Սևակի արխիվային նյութերին ու անձնական իրերին, այլև Հովհաննես Չիլինգիրյանի գեղանկարչական մեծարժեք հավաքածուին, որը դարձյալ նվիրաբերել է թանգարանին։ Չիլինգիրյանը փափագում էր նաև, որ իր հարուստ գրադարանը հանգրվանի մայրաթոռում։ Մենք դուրս ապրելով ամեն վարքյան մեր հոգին, մեր մտածումը հայրենիքն է, հարգավ, էջ միասին հայրենիք մեկ է, մեզ համար տարբերություն չկա, երկուքը մեկ է ինձ համար, և կուզեմ ամեն լավը ալլա, որ և սպիրկը հայ ապրումը, որ ունի, մեծ տեր խաղցավ եկեղեցի հայ ապրումին հետո, ադոր համար միշտ երախտաբար տեղացենք մենք, ադոր համար կուզեմ ես շարունակել, ասիգա մեր երեխաներուն համար է, որ իրեկասորին նույն ձևով եկող սերունդները շարունակեն։ Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան սրահում միջոցառումն ամփոփվեց երաժշտական համարներով, ելույթ ունեցան Հայաստանի Նոր անուններ ծրագրի պատանի երաժիշտ կատարողները։ Մերի Հովսեփյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։